Արտո ջան, մի քիչ արագացնենք, խնդրում եմ, էլի, սրանք արագ հագի, այն փայտիկները պիտի արագ ձեռքդ վերցնես, հետո դու քո համար կտզես, էլի, ժամանակ չունենք, ժամը 9-ից պետք է այստեղ շարժվենք, բարձրանանք Արալեր, հետո արագացը բարձրանանք, իջնենք, սրանք սես բռնի ակնոցներն ընթացքում կդնես, էլի 9-ից պիտի դինենք ստե։ Արփին է։ Այսօրվա մեր հյուրը Fast Bank-ի HR բաժնի նախկին զարգացման եւ ուսուցման մենեջեր Արփինե Պետրոսյանն է։ Բարև Արփինե ջան։ Բարև Արտո ջան։ Կհիշես, որ գնացիր այդ օրին զգացողություններ ունեիր առհասարակ։ Իրականում շատ խառն էին զգացողությունները, որովհետև Fast-ում 3 եւ ավել տարի աշխատել եմ ու շատ կարևոր պրոյեկտների ու հետաքրքիր պրոյեկտների վրա եմ աշխատել ու ես իմ աճը շատ եմ զգացել Fast-ում։ Հուզվել ես։ Հա, հուզվել եմ։ Կարոտում ես Fast-ը։ Այո։ Ինչն ես հատկապես Fast-ի կարոտում։ Մարդկանց։ Մարդկանց։ Հա։ Դա հասկանալի է, մարդիկ շատ լավն են։ Իսկ ուրիշ ինչն էր կարոտելու։ Արագությունն եմ իրականում Fast-ի շատ կարոտել, փոփոխություններին արագ ադապտանալու կարողությունը Fast-ի եւ process-ների եւ մարդկանց։ Ես հիշում եմ այն ժամանակ քեզ, դու անընդհատ sense միջանցքներում արագ գնում գալիս էիր, միշտ արագ sense շարժում ես կոմ այդ իլյուզիա էր իրականում աշխատանքի, թե իրոք աշխատում էիր։ Չէ, իլյուզիա էր։ Իսկ քո աշխատանքը ինչու՞մն էր կայանում, ես օրինակ Բազվզելը։ Սկալալազություն։ Շատ մարդ իրականում գիտի, որ HR-ում զբաղվում են մենակ ռեկրուտինգով, այսինքն մենակ մարդ են ընդունում աշխատանքի, բայց այդ փաստորեն տենց չի։ Ես ընդունվել եմ Fast Bank, ստացել եմ այսքան, հետո ավելացել այսքան, հետո ավելացել այսքան, հետո այսքան, եւ սա պիկն է։ Ոնց պետք է այս մոտիվանամ շարունակել աշխատել։ Հա, եթե մարդը աշխատում է իր այն հաստիքում, որ իրեն իսկապես հետաքրքրում է, ոնց օրինակ դու, ինքը իհարկե լրացուցիչ մոտիվացիայի ակնկալիքներ ու պահանջներ ունենում է, բայց որպես այդպեսին մարդը ինքնին մոտիվացված է։ Այսքանն է քո փողը մաքսիմալը ու այս հաճույքը, այս աշխատանքը դառնում է օրինակ իմ համար սովորական։ Ոնց է պարտավորվում HR-ը ինձ մոտիվացնելու ըստ քեզ։ Արտո ես իմ հասիկին վերաբերող հարցեր չի, Մարիամ։ Ես 25-ին եմ դուրս եկել։ 23-ի 23-ի մայիսի վերջ, հունիսի սկիզբ։ Ամենակարևոր բանը Fast Bank-ի կյանքում։ Ես եկել եմ ուսուցման ծառայություն։ Մայիսի 10-ին ես օֆեր եմ ստացել, հունիսի 6-ին ընդունվել եմ աշխատանքի։ Հա, լավ։ Ու դա բեկումնային է։ Հա, ես հեսա մի հատ այս նորից ասա։ Հիմա նորից հարցը տասեմ, պրոստը ասա դու, ինչն է ամենակարևոր բանը եղել Fast-ի կյանքում 23 թվականին։ Դու Արտո ջան։ Մի հատ էլ։ Դու։ Էլի։ Դու։ Մի հատ էլ։ Բայ դե դու էլի։ Լավ է, ունենք։ Սաղի $1000 իմ կողմից։ Նենց ուրախացել էի, որ իմացա, որ հենց դու ես գալու, որովհետև քեզ շատ էինք կարոտել, ամբողջ թիմով էինք կարոտել, հաստատ ամբողջ բանկով էինք կարոտել, որովհետև լիքը ճանապարհ ունենք անցած իրար հետ։ Կներես էլ։ Ալո։ Հա։ Հեսա գալիս եմ, ուղղակի մի քիչ երկար տևեց։ Ուղղակի զգուշացրել էի, որ մի քիչ երկար կարա տևի, բայց ես հեսա գալիս եմ դուրս եկա։